2024 թվականի ընթացքում, ինչպես նշեց ֆինանսների նախարարը, արտաքին գործերի նախարարությունը իրականացրել է բյուջեի 5 հիմնական ծրագիր, որոնցով սկզբնապես հաստատված բյուջեն եղել է 17.1 միլիարդ դրամ, ճշտված բյուջեն 27.8, ծախսերը փաստացի կազմել են 27.4 միլիարդ դրամ, կրկին նշվեց, որ կատարողական 98.8% է, ըստ էության, ինչպես կարող եք գլխի ընկնել այս թվերի տարբերությունից, ճշտված բյուջեն ավելացել է 10.7 միլիարդ դրամով, այս տարբերությունը պայմանավորված է եղել հիմնականում մեկ գործոնով, Փարիզում դեսպանության նոր շենքի ձեռքբերումը 9.9 միլիարդ դրամ։ Բոլորը տեսել եք այդ շենքը, կարծում եմ, վարչապետի Ֆրանսիա այցի ժամանակ նաև առիթ եղավ վիդեո կադրեր հրապարակել, հանրայնացնել այնտեղից։ Ուզում եմ այս առիթը օգտագործել խոսել դեսպանությունների շենքերի մասին։ Կհիշեք, որ նախորդ տարի, այսինքն հաշվետու տարի 24-ի նախորդը 2023-ին մենք շենք ենք ձեռք բերել նաև Միացյալ Թագավորությունում, Լոնդոնում, եւ հիմա, եթե հիշում եք, թարմ են քննարկումները, մենք կառավարության որոշում ունենք ձեռք բերել Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքը 4.3 միլիոն եվրոյի համարժեք դրամով, արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ այս շինությունը գտնվում է Բրյուսելի հեղինակավոր եվրոպական թաղամասում, անմիջական հարևանությամբ գտնվում են դեսպանություններ, ներկայացություններ, Եվրոպական միության կառույցներ, ֆունկցիոնալ եւ լոգիստիկ էական առավելություններից բացի շինության ձեռքբերումը կունենա նաեւ քաղաքական եւ խորհրդանշական բաղադրիչ, մասնավորապես հաշվի առնելով ՀՀ փոխգործակցության ընդլայնումը եւ Բրյուսելում առավել տեսանելիություն եւ ներկանալություն ապահովելու կարեւորությունը։ Այն էապես գերազանցում է ներկայիս շենքը, շինությունը 1500 քառակուսի մետր է մոտավորապես, եւ իհարկե հաշվի առնելով անշարժ գույքի գների շարունակական աճը, այս ձեռքբերումը նաեւ կարող է հանդիսանալ բացի քաղաքական նշանակությունից եւ ներկանալուց, նաեւ որպես շահավետ երկարաժամկետ ներդրում։ Ընդհանուր առմամբ օտարերկրյա պետություններում թվով 64 դիվանագիտական ներկայացուցչություններից 20 ծառայողական շենքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականություն, 6 շենքը նվիրաբերված են բարերարների կողմից, 2-ը փոխադարձության սկզբունքով, 1-ը դեսպանատան պետության կողմից է հատկացվել, 11 շենք ձեռք է բերված Հայաստանի պետական բյուջեից։ Բացի այդ, եւս 13 շենք տրված է անհատույց օգտագործման տարբեր կազմակերպությունների կողմից, մնացած 31-ը վարձակալվում են մեր կողմից։ Դեսպանությունների բացման առհասարակ անդրադառնամ, 2024 թվականին մենք դեսպանություն բացեցինք Ուրուգվայում, ինչպես նաև Սերբիայում եւ Լյուքսեմբուրգում դիվանագիտական գրասենյակներ ենք բացել, այս տարի արդեն քննարկում ենք, ունենք կառավարության որոշում բացել դեսպանություն Օմանի Սուլթանությունում, այդ հարցով մենք նաև կառավարությունից եւ ֆինանսների նախարարությունից հավելյալ միջոցներ ենք խնդրել, ըստ այդմ պահանջվող 82 միլիոն դրամը կօգտագործենք ԱԳՆ ներկայիս բյուջեից, իսկ 52 միլիոն դրամը պահուստային ֆոնդից կհատկացվի։ Սա մեր համար չափազանց կարևոր է, առհասարակ մենք թիրախավորում ենք ծոցի երկրների հետ մեր հարաբերությունների զարգացումը։ Նախորդիվ կայացած որոշումների արդյունքում այժմ այս պահին ընթացքի մեջ է Կիպրոսում դեսպանության բացումը, Կիպրոսում դեսպանը արդեն նշանակված է, գտնվում է Նիկոսիայում եւ հիմա լոգիստիկ հարցեր ենք լուծում, եւ նաեւ Հունգարիան, մինչեւ աշուն կարծում եմ, որ Բուդապեշտում եւս մեր դեսպանությունը կսկսի գործել։ Համենայն դեպս 10 օր առաջ իմ հունգարացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ երկուստեք վերահաստատել ենք, որ շուտապույտ եւ արագ քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի եւ Երևանում եւ Բուդապեշտում մեր դեսպանությունները գործեն։ Ընդհանուր առմամբ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 184 պետության հետ, վերջինը ում հետ մենք հաստատել ենք դիվանագիտական հարաբերություններ, իդեպ 25 թվականի այս տարվա մայիսի 14-ին, շուրջ 2 շաբաթ մի փոքր ավել առաջ, եւ այս պետություն Սողոմոնյան կղզիներն են։